Ադամանդի արդյունաբերությունը բախվում է մարտահրավերների կապված հանքարդյունաբերության սարսափելի պրակտիկայի հետ, ինչպես նաև լուրջ մտահոգությունների հետ կապված այսպես կոչված կոնֆլիկտի ադամանդների կամ արյունոտ ադամանդների հետ։ Որոշ հատվածներում, հատկապես որոշ աֆրիկյան երկրներում, ադամանդները հաճախ են վաճառվել զինված հակամարտությունները ֆինանսավորելու համար։ Սրա վառ օրինակն է Սիերա Լեոնեի 1991-ից մինչև 2002 թվականների քաղաքացիական պատերազմը։ Սիերա Լեոնեում քաղաքացիական պատերազմն ընթացել է դաժան բռնություններով և մարդու իրավունքների զգալի խախտումներով։ Հակամարտությունը հիմնականում պայմանավորված էր երկրի ադամանդի հանքերի նկատմամբ վերահսկողությամբ։ Ապստամբ խմբերը, մասնավորապես հեղափոխական միացյալ ճակատը, ադամանդներն օգտագործեցին իրենց ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար։ Նրանք գրավեցին ադամանդներով հարուստ տարածքները և ադամանդի վաճառքից ստացված շահույթն օգտագործեցին զենք և զինամթերք գնելու համար։ Պատերազմը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի, համատարած տեղահանությունների և վայրագությունների, ինչպիսիք են անդամահատումները, մասսայական և սեռական բռնությունները։ Իրականում արյունոտ ադամանդներ եզրը սկսվեց օգտագործվել հենց Սիերա Լեոնեում տեղի ունեցած հակամարտության պատճառով։